Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր վերջին խորհրդարանական ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավել ընտրական հանցագործության դեպքով քննվող քրեական վարույթում։ Քննիչը դատարան է ներկայացրել նրան կալանավորելու միջնորդություն։ Պարոն Գրիգորյանին ձերբակալել են դատարան ներկայացնելու նպատակով, որը ենթադրում է խափանամիջոցի տվյալ դեպքում կալանք խափանամիջոցի ընտրելու համար, կիրառելու համար։ Ձերբակալումը տեղի ունեցել է 2026 թվականի մայիսին ընտրական հանցագործությունների, մասնավորապես ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու արդիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դեռևս մայիսին, որի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակին ձայնագրություններ էր հրապարակել, հաղորդագրություններ տարածել, այդ գործի առնչությամբ կային ձերբակալվածներ եւ այլն եւ միայն օգոստոսի 13-ին որոշում է կայացրել Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ վերջինիս դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին։ Փաստաբանի խոսքով Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ կալանավորման միջնորդությունը ներկայացվել է դատարան։ Այժմ կողմերը սպասում են դատավորի նշանակմանն ու նիստի օրվա վերաբերյալ տեղեկությանը։ Այս պահին պարոն Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, միջնորդությունը մուտքագրվել է դատարան, սպասում ենք դատավորի մակագրմանը, այսինքն դատավորի նշանակմանը եւ դատական նիստի օրվա եւ ժամի մասին տեղեկությանը։ Փաստաբանը նաև պնդում է, որ տեղի ունեցող գործընթացն ունի քաղաքական ենթատեքստ, ՊՊՆ-ը տեղի ունեցածը որակում է որպես քաղաքական հետապնդում։ Ակնհայտ է, որ քաղաքական ենթատեքստ ունի, որովհետեւ դեռևս մայիսին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Գյումրիում օրինակ սպասվող արտահերթ ընտրությունների շեմին, որի մասին կառավարության ղեկավարն էր խոսել ազգային ժողովում, ինչպես նաև սպասելով, որ Մարտուն Գրիգորյանի անձեռնմխելությունը ժամկետով պայմանավորված կավարտվի, դրանով իսկ խախտելով անձեռնմխելիության ինստիտուտի ամբողջ իմաստնությունը, իրականացնում է քրեական հետապնդում։ Սրանից խուսափել հնարավոր չի, ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքական, բացարձակ քաղաքական հետապնդում հետ։ Թե ինչ որոշում կկայացնի դատարանը Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դեռևս հայտնի չէ, դատական նիստի նշանակման դեպքում պարզ կդառնա նաև պաշտպանական եւ մեղադրական կողմերի ներկայացրած հիմնավորումները։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։ Անվտանգության խորհուրդը նոր քարտուղար ունի։ Այսօրվա կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին, որը շուրջ 8 տարի զբաղեցրել է անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Նա վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից, իսկ Ալեն Սիմոնյանը նշանակվել է անվտանգության խորհրդի քարտուղար։ Գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այդ կարգավիճակում վերջին անգամ է ամենայն դեպս մասնակցում կառավարության նիստին, որովհետև ես որոշում եմ կայացրել իրականացնել անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն եւ ուզում եմ պարոն Գրիգորյանին նախ շնորհակալություն հայտնել նախորդ 8 տարիներին այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար եւ հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ 9 մարզպետ կվերանշանակվի պաշտոնում, այս մասին 2026 թվականի օգոստոսի 13-ի կառավարության նիստում որոշում է ընդունվել մարզպետների վերանշանակման վերաբերյալ։ Սույն որոշմամբ Դավիթ Հարուշանյանը վերանշանակվել է Շիրակի մարզպետի պաշտոնում։ Վերանշանակումից հետո մարզպետը նշել է, որ աշխատանքը շարունակելու է առավել մեծ պատասխանատվությամբ կառավարության հետ համակայել Շիրակի մարզի զարգացման, շիրակցու բարեկեցության եւ մարզի առաջընթացի համար։ Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյան։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս 1.5 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար։ Այս տարիների ընթացքում Շիրակի մարզը եւս 180 աշճան փոփոխություն է կրել եւ մասնավորապես Գյումրի քաղաքը աշխատանքներ, որոնք սկսվել են ու շարունակվում են Շիրակի մարզում, մենք այս պահին մոտ 50 միլիարդ դրամի աշխատանք ենք անում, ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ջրամատակարարում, գազաֆիկացում, մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ ստանձնում աշխատանքս մարզպետի պաշտոնին եւ պատրաստակամությամբ շարունակելու եմ այն աշխատանքները, այն գործունեությունը, ինչ որ ծավալել եմ մինչև այժմ։ Շնորհակալ եմ վստահության համար։ Հայկական արտադրանքի արտահանման նոր ուղղություններ եւ արտահանման աշխարհագրության ընդլայնում, այս եւ այլ թեմաներ են քննարկվել նաեւ այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում։
Նշվել է, որ վերջին 2 ամիսների ընթացքում հայկական ծաղիկն արտահանվել է 26, միրգը 21, իսկ բանջարեղենը 14 երկիր։ Միայն հուլիսին Հայաստանից արտահանվել է 2225 տոննա պղպեղ, 1579 տոննա լոլիկ, 3,6 միլիոն հատ ծաղիկ, 7010 տոննա ծիրան, 1715 տոննա կեռաս, 430 տոննա սալոր և 1645 տոննա դեղց ու նեկտարին։ Կառավարությունում ընդգծվել է, որ արտահանման աշխարհագրության ընդլայնումը հայկական արտադրանքի համար նոր շուկաներ բացելու և արտահանման ավելի կայուն բազմազան ուղղություններ ձևավորելու հնարավորություն է։ Նշեմ, որ 2026 թվականի հուլիս ամսին համաձայն գործընկեր պետական կառույցների ստացված օպերատիվ տեղեկատվությամբ արտահանվել է 2325 տոննա պղպեղ, 1579 տոննա լոլիկ, շուրջ 3,6 միլիոն հատ ծաղիկ, ծիրանի արտահանումը կազմել է 7010 տոննա, կեռասը 1715 տոննա, 430 տոննա սալոր է արտահանվել, 1645 տոննա դեղց և նեկտարին և այդպես շարունակ, քանի որ ցանկը շատ է, բոլորը չթվեմ, բայց արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով իրականացվող միջոցառումների և տնտեսվարողների կողմից ձեռնարկած քայլերի արդյունքում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում։ Վերջին 2 ամիսների ընթացքում ծաղիկներ արտահանվել են 26 երկիր, միրգ 21 երկիր և բանջարեղեն 14 երկիր։ Գայանե Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։ Մինչև բոլորովին վերջերս մենք խոսում էինք, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, հիմա մենք պիտի խոսենք այն մասին, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են արհեստական բանականության գործարանները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին կապված Հայաստան-ադրբեջանցի մասնագետների գալու հետ, որոնք ուսումնասիրել են Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման հնարավորությունը։ Սպայդրությամբ բնականաբար մեր մեծ իրադրության մեջ բան չի փոխվել, բայց այն պլանները, որ մասնավորապես ներդրողներն ունեն արհեստական բանականության ոլորտում նոր գործարաններ կառուցելու առումով Հայաստանի Հանրապետությունում, դա մեզ ստիպում է մտածել, որ մենք մեր էներգետիկ ռազմավարությունները պետք է նորից վերանայենք, որպեսզի այս նոր պայմաններին եւ ակնկալիքներին համապատասխան կարողություններ ունենանք, բայց ընդհանուր առմամբ ես ուզում եմ ասել, որ մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց անկախությունն է, ինչի մասին ես նախկինում ասել եմ, ինչպես Հայաստանում արևային կայանների եւ կուտակիչ կայանների զարգացում, արևային ռեսուրսներով Հայաստանը առավել քան հարուստ է եւ կուտակիչ կայանների, բայց իհարկե սա չի նշանակում, որ մենք միջազգային առևտրից էլեկտրական էներգիայի դուրս ենք մնալու, երբեմն կարող ենք մենք արտահանել, երբեմն կարող ենք ներկրել, այդ թվում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, գործակցություն, այդ թվում էլեկտրաէներգիա արտահանելու եւ ներմուծելու մասով, ինչպես մնացած բոլոր երկրների հետ, Թուրքիայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Վրաստանի հետ եւ այդպես շարունակ։ Մարզպետների մասով ես ճիշտն ասած էլի եմ լսել, որ այդպիսի բան քննարկվում է, բայց որտեղ է քննարկվում, ես ճիշտն ասած լավ չեմ պատկերացնում։ Մեզ եւ Եվրամիությունը եւ ԵԱՏՄ-ն հավասարաչափ եւ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչեւ մենք մեր հանձնառությունը այլ ընտրանքներ ձևավորելու կատարած կլինենք եւ մեր ժողովուրդն ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները շատ թափանցիկ ձևով ասում են հետևյալը, ասում են հիմա դուք ասել եք, ընդունել եք օրենք եւ ասել եք, որ նաեւ այդպիսի այլ ընտրանք եք ձևավորում ձեզ համար, չեմ իրենք ակնկալում են, որ մենք հիմա կատարենք ընտրություն երկու այլ ընտրանքների միջև։ Մենք ասում ենք, եւ ես էլ իմ ելույթում յատեմ, ասում ենք մենք քանի դեռ այն երկրորդ այլ ընտրանքը ձևավորված չի, մենք չենք կարող ընտրություն կատարենք։ Եվ իմ ամբողջ ելույթը ԵԱՏՄ-ի դրան էր նվիրված։ Ես ասում եմ հիմա մենք ոնց հանրաքվե անենք Հայաստանը Եվրամիություն թե ԵԱՏՄ, որովհետև հանրաքվե անելու համար պետք է նախընտրական քարոզարշավ անել, չէ՞։ Այդ նախընտրական քարոզարշավի ժամանակ մարդիկ հարցեր են տալու, չէ՞։ Այդ երկրորդ այլընտրանքը գոյություն չունի։ Եվ մենք հանրաքվե ապագայում անպայման կանենք,
բայց դա տեղի կունենա այն բանից հետո, երբ որ մենք պաշտոնապես առնվազն նախ մենք ինստիտուցիոնալ առումով որոշակի նախապատրաստական աշխատանքներ արած լինենք, երկրորդն էլ դիմաց լինենք Եվրոպական միությանը անդամակցության հարցով, պաշտոնապես դիմաց լինենք, որ ոչ, մեզ եւ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հավասարաչափ եւ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչեւ մենք մեր հանձնառությունը այլընտրանքներ ձևավորելու կատարած կլինենք եւ մեր ժողովուրդը ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին։ Իմիջիայլոց կարա ընտրությունն էլ, ուրիշ ընտրությունն էլ կա։ Այս մենք երկուսը նշում ենք, կա երրորդ ընտրությունը, որ կարող է երրորդ նախաձեռնությունը լինի ոչ ԵԱՏՄ, ոչ ԵՄ, ոչ են ենք ուզում, ոչ են ենք ուզում։ Բայց իսկ ով ասել, որ բոլորը պարտադիր ինչ որ տեղ գնում, կարա այդ երրորդ տարբերակն էլ լինի։ Իմ խնդիրը հետեւյալն է, եւ ես ասում եմ, իհարկե ասում եմ, որ ԵԱՏՄ հայտնի ղեկավարի ասածը տենց ինչ որ դեր ունեցել է, բայց խնդիրն այն չի, որ մի քաղաքական գործիչ մի բան է հայտարարել, Հայաստանի Հանրապետությունն էլ դրան արձագանքում է, այսպես ինչպես ընդունված է ասել, over react է անում։ Խնդիրը այդ ելույթը չի։ Խնդիրը այդ ելույթի տակ ընկած ընկալումն է, որը ի վերջո մենք պետք է հարգելի գործընկերներ իրար աչքերի մեջ նայենք եւ ասենք այն, որ այն ինչ որ Բելարուսի նախագահը ասել է, դա եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրների ընկալումն է Հայաստանի Հանրապետության մասին, խորը ինստիտուցիոնալ ընկալումը։ Երկաթուղու հետ կապված ուզում ենք բարեկամական լուծում, մենք չենք ուզում գնալ ինչ-որ սուր լուծումների, լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տարբերակ 1, ուղղակի պայմանագիրը խզել, դա ընդունելի չի մեզ համար, որովհետև բարեկամական չի, մենք ուզում ենք բարեկամական լուծում։ Բարեկամականը, որ Ռուսաստանի մեր գործընկերները կոնցեսիոն իրավունքը վաճառեն երրորդ կողմին շուկայական նորմալ գնով։ Ընդ որում նաև փորձագետներ կան արդեն գներ են ասում, որ օբյեկտիվորեն ինչ կարող է արժենալ դա, որ բավականին ծանրակշիռ գումարը հաշվի առնելով նաև այս ընթացիկ իրավիճակները։ Մենք նայում ենք լավ այդ տարբերակը զգում ենք, որ գուցե Ռուսաստանի գործընկերները այդքան էլ հարմարավետ չի։ Հետո նայում ենք, ասում ենք, իսկ կա տարբերակ, որ իրանց խնդիրն է մասամբ լուծի, մեր խնդիրն էլ մասամբ լուծի։ Հետո տեսնում ենք, որ փորձագետների հետ էլ ենք չի աշխատում, որ ասում ենք լուծում, մի հատ տեսեք ինչ լուծում կա։ Գալիս են ասում ենք, արա սենց տարբերակը լինի, որովհետև այդ կառավարումը կամ ինչ որ ուրիշ մոդել դրվի, որ ասենք ենթադրենք ինչ որ մի մասնաբաժին պահպանվի, մի մասնաբաժին օտարվի, բայց այնպես որ մնա փոքրամասնության մասնաբաժինը, որովհետև հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի։ Մի ուրիշ գաղափար է գալիս, որ լիցենզիան գուցե բաժանվի երկու մասի։ Որն է, ասենք մենք ունենք հիմա մենք երկաթուղին եւ ենթակառուցվածքը եւ ենթակառուցվածքի օգտագործումը փաթեթ է։ Ասենք օդանավականի դեպքում այդպես չի, որովհետեւ օդանավականի դեպքում օդանավականի կառավարումը ուրիշ խնդիր է։ Թռիչքներ իրականացնելու խնդիրը ուրիշ խնդիր է։ Մենք ունենք մի օդանավական մի կառավարող, ունենք բազմաթիվ ավիաուղիներ, որոնք այդ բանից օգտվում են, կան այնտեղ ուրիշ ընկերություններ, մի մասը բորդ սնունդ, առևտուր եւ այլ։ Գուցե տենց մոդելները հնարավոր է կիրառել։ Մտածում ենք դրա ուղղությամբ եւ այլն։ Ես նկատի ունեմ, մենք տենց ստատիկ կանգնած չենք, որ մենք այս հայտարարել ենք եւ հայտարարել ենք։ Այսինքն աշխատանք է տեղի ունենում, հասկանանք որտեղ է այն կետը, որտեղ մենք կարող ենք այդ բարեկամական լուծում գտնել։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է Թրիփի նախագծի շրջանակում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման նախագծի նախապատրաստական աշխատանքների մասին։ Իլհամ Ալիևի խոսքով ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծել եւ որոշել են էլեկտրահաղորդման գծի հիմքերի տեղակայման վայրերը։ Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի գործընթացը, հավելել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը նաեւ հայտարարել է, որ Թրիփի իրականացումն արդեն սկսվել է, այդ թեման քննարկվել է օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Կողմերը
կողմերը համաձայնության են եկել, որ նախագիծը կյանքի կկոչվի մոտ ապագայում։ Նա տեղեկացրել է, որ նախագծի շրջանակում Ադրբեջանի տարածքով կառուցվող երկաթուղին կհասնի Հայաստանի հետ սահման արդեն հաջորդ տարի։ Հորադի Զաղբենդ մայրուղին գրեթե պատրաստ է, Բաքուն կարող է արագացնել նախագիծը ցանկացած պահի, սակայն հայկական հատվածը դեռ պատրաստ չէ, մանրամասնել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Եվրամիության ներկայացուցիչներն էլ հետաքրքրված են ադրբեջանական երկաթուղու Նախիջևանյան հատվածի նախագծին մասնակցությամբ։ Վրաստանի վարչապետը շեշտել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները զարգացնելու կարեւորությունը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով Բաքվի եւ Անկարայի հետ շփումներում նկատվում է շատ լավ դրական դինամիկա։ Այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։ Նա անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին, նշել, որ Վրաստանում հակառուսականության նոր ալիք է հասունացել, որը Կոբախիձեի խոսքով հրահրում են օտարերկրյա գործակալներն ու կուսակցական ակտիվիստները։ Դա օգտագործելով առաջին հերթին հենց Վրաստանի շահերի դեմ։ Վարչապետը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցրել է վրացական տարածքների օկուպացիային, իսկ Թբիլիսին շատ կոշտ դիրքավորում ունի այդ հարցում, որն արտահայտվում է կոնկրետ քաղաքական քայլերով։ Սակայն չի կարելի քաղաքականությունը տարածել զբոսաշրջիկների, ռուսական մշակույթի, առհասարակ ժողովուրդների միջև հարաբերությունների վրա, հավելել է Կոբախիձեն։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը միայն խոսում է եւ ոչինչ չի անում, իսկ Միացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, չի վստահում Թեհրանին բանակցություններում, քանի որ նրա խոսքով Թեհրանը բազմիցս ստել է Վաշինգտոնին։ Հորմուզի նեղուցին է անդրադարձել Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոսեն Ռեզային, շեշտել նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Միացյալ Նահանգները չի դադարեցրել պատերազմը եւ Իրանի ծովային շրջափակումը, չի ապասառեցրել իրանական ակտիվները եւ չի համաձայնել հրադադարի ամբողջ տարածաշրջանում, այդ թվում Լիբանանում եւ Գազայում։ Մինչ այդ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել է, որ ամերիկյան ուժերը հարվածել են Իրանի շրջափակումը ճեղքել փորձող նավերից մեկին, այն նավարկել է Պանամայի դրոշի ներքո։ Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձարվածները դաշնության պնտվելով գիշերը երկրի տարբեր շրջաններում խոցվել է ուկրաինական 502 ԱԹՍ, թիրախում է հայտնվել Կրասնոդարի երկրամասը, մասնավորապես Նովորոսիսկը, Անապան, Գելենջիկը։ Հրդեհվել է Նովորոսիսկի նավահանգիստը, տեղական իշխանության թվելով քաղաքին հարվածի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Օդային տագնապ է հայտարարվել Կիևում, ռուսական ուժերը թիրախավորել են նաեւ Զապորոժիան եւ Օդեսան։ Այս ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևը ԱՄՆ բանակցողներին է ներկայացրել պատերազմը դադարեցնելու առաջարկներ։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ բացի դիվանագիտական կարգավորումից Վաշինգտոնը նաև կօգնի ամրապնդել հանրապետության օդային պաշտպանությունը եւ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Զելենսկին հավելել է, ուկրաինական հետախուզությունը տեղեկություններ ունի, որ սեպտեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանում զորահավաք կհայտարարվի։ Ռուսաստանը հայելային պատասխան կտա, եթե արևմտյան երկրները գրավեն կամ խոչընդոտեն դաշնության առևտրային նավերի նավարկությունը, այդ թվում Խաղաղ օվկիանոսում, հայտարարել է Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների շրջանակում։ Կրեմլի ղեկավարի համոզմամբ ՆԱՏՕ-ն ներթափանցում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, իսկ այնտեղ նոր սպառազինություններ տեղակայելու արևմուտքի ծրագրերը սպառնալիք են Ռուսաստանի համար։ Արևմտյան զլմները գրում են, որ ԵՄ երկրները եւ Մեծ Բրիտանիան կալանում են Ռուսաստանի ստվերային նավատորմի հետ կապ ունեցող նավեր, կասկածելով, որ դրանք նավարկում են կեղծ դրոշների ներքո։ Վերջերս Ֆրանսիան Սիցիլիայի ափերի մոտ կալանել էր Deliver լցանավը։ Այն նավարկում էր Կամերունի դրոշի ներքո, սակայն չուներ համապատասխան գրանցում։ Մոսկվայում նման կալանումները որակում են որպես ծովահենություն։ Դիանա Գասպարյան։ Առաջին տորտկերա այդ վաղ գլուխս որ ցավում էր, մի քիչ պարկեցի, տաքություն ունեի, հետո խորովասկերա, հետո ձմերուկ, վերջում իրիկունը դաշրա։ Ջրուկից ենք խաղացել, շլանգով իրար ջրել էինք, քնեցի մյուս օր աղտնացա, փորս սամ էր։ Հատկապես ամռան ամիսներին են հաճախ հանդիպում աղիքային ինֆեկցիաները։ Դրանք կարող են առաջանալ տարբեր բակտերիաների, վիրուսների պատճառով եւ հիմնականում փոխանցվում են աղտոտված սննդի, ջրի կամ չլվացած ձեռքերի միջոցով, ինչի համար էլ կոչվում է կեղտոտ ձեռքերի հիվանդություն։ Վանաձորի բժշկական կենտրոնի վարակաբանական բաժանմունքում սեզոնին բնորոշ ակտիվություն է, բռնկումներ չկան, 50 մահճակալից 12-ն է զբաղված։ Աղիքային վարակը դա օրգանիզմի թափանցում, բերանի խոռոչի միջոցով, աղեստամուխային տրակտում բազմանում են եւ առաջացնում հիվանդությունը։ Միկրոբները բավականին կայուն են արտաքին միջավայրի
միջավայրում, հողում, ջրում, առարկաների վրա, հատկապես սպասքի առարկաների վրա, բռնակների վրա դռների կայուն են այդ ջերմաշճանում, ինչպես նաև սննդամթերքում։ Սննդամթերքը անորակ սննդամթերքը ոչ ճիշտ պահպանված իր պայմաններին համապատասխան սննդամթերքը, որտեղ արագ եւ գոյատևում են եւ բազմանում են եւ առաջացնում են հիվանդություն։ Վարակի աղբյուրը հիմնականում հիվանդ մարդն է եւ վարակակիրը։ Մանրակրկիտ լվանալ ձեռքերը, սա գլխավոր ցուցումն է վարակից պաշտպանվելու համար։ Լավ լվանալ մրգերն ու բանջարեղենը, օգտագործել անվտանգ խմելու ջուր եւ սնունդը պահել համապատասխան պայմաններում։ Կարևոր է նաեւ չօգտագործել կասկածելի ծակման կամ ժամկետանց սննդամթերք։ Սրանք եւս խուսափելու վարքականոններ են։ Հիվանդությունը հիմնականում տարբեր հարուցիչները, տարբեր ինֆեկցիաների նկատմամբ լինում են, ասենք սալմոնելոզի հարուցիչները ջրերում, կեղտոտ ջրերում, կեղտոտ սպասքի մեջ, ոչ լավ եփած թռչնամիսում, ներբերշիկում, երշիկներում, եփած երշիկներում, որոնք ոչ ճիշտ են եփվել կամ ոչ երկար են եփվել, չեփված վիճակում են օգտագործվել, ինչպես նաև անորակ սննդամթերքում։ Դրա համար հատկապես պետք է ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին եւ պիտանալիության ժամկետին։ Իսկ ասենք դիզինտերիայինը ջրերում, կաթնամթերքում եւ վատորակ կաթնամթերքի կաթից պատրաստված կաթնաշորում, այլ կաթնային խառնուրդներում, թթվասերում, որտեղից հիմնականում ասենք հրուշակեղենի մեջ լինում են ստաֆիլոկոկկերը, որոնք տարածում են։ Հիվանդությունն սկսվում է գաղտնի շրջանով, ինֆեկցիայի օրգանիզմներ թափանցելուց կամ շփվելուց 6-ից 48 ժամ հետո, երբեմն ավելի ուշ։ Աղիքային վարակների ամենատարածված ախտանշաններն են որովայնի ցավը, սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը եւ բարձր ջերմությունը, երբեմն նաեւ ջերմության անկումը։ Մասնագետները հատկապես կարևորում են ջրազրկման վտանգը, որը կարող է ավելի արագ զարգանալ երեխաների եւ տարեցների շրջանում։ Բարձր ջերմությունը, փսխումը լուծը բերում է ջրազրկմանը եւ օրգան համակարգերը տուժում են։ Դրա համար, երբ որ սկսվում է հիվանդությունը ու դեռ նախնական փուլում, հարկավոր է դիմել բժշկին։ Հատկապես թաղամասային բժիշկներին, եթե իսկ ավելի բարդ դեպքեր են, թաղամասային բժիշկը ինքը կուղեկրի ստացիոնար բուժման։ Ջրազրկման ժամանակ հիվանդությունը երբ որ սկսում է դրսևորվել, սկսվում է ջրազրկումը, անպայման պետք է շատ հեղուկների քանակ օգտագործել։ Եթե հիվանդության ախտանշանները ուժեղ են, երկար չեն անցնում կամ նկատվում են ջրազրկման նշաններ, անհրաժեշտ է դիմել բժշկի եւ խուսափել ինքնաբուժումից։ Պարզ հիգիենիկ կանոնների պահպանումը կարող է կանխարգելել կամ զգալիորեն նվազեցնել աղիքային ինֆեկցիաներով վարակվելու ռիսկը։ Աղիքային վարակների հիմնական բուժումը մենք անցկացնում առանց հակաբիոտիկների։ Որոշակի հիվանդությունների ժամանակ, երբ որ ցուցված է, նոր ենք կիրառում հակաբիոտիկները եւ տնային պայմաններում ինքնաբուժումով զբաղվողների մեծ մասը առաջի հերթին գնում է հակաբիոտիկների օգտագործման, որը ավելի շատ խանգարում է բուժման ընթացքին եւ ավելի կարճ ժամանակում առողջացմանը։ Ընդունվել ենք բարձր ջերմությունով, 38.5-ով, ցնցումներով, սրտթափությամբ, եկանք մի քանի օր ջերմեցինք, հիմա դրական դինամիկա ունենք, մնում է քիթիկը փակ էր, դժվար է շնչում դեռ մի քիչ, քիթը բերանով է շնչում, բայց ահագին փոփոխություն կա։ Աղիքային ինֆեկցիաների կանխարգելումը սկսվում է ամենապարզ քայլերից, մաքուր ձեռքերից։ Հատկապես այս սեզոնին անվտանգ սննդից եւ խմելու ջրի ճիշտ ընտրությունից է կախված առողջությունը։ Հիվանդության արտահայտված ախտանշանների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ եւ ժամանակին դիմել բժշկի։ Աշխեն Սուքիասյան, Հերմինե Յավրյան։ Օգոստոսի 12-ին երիտասարդության միջազգային օրվա առթիվ ինչպես Հանրապետությունում եւ Գեղարքունիքի մարզի համայնքներում, այնպես էլ Սևան համայնքում անցկացվեցին մի շարք միջոցառումներ եւ նախաձեռնություններ։ Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի մանկական զբոսայգում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում բնակավայրի երիտասարդների հետ, երիտասարդների ձայնը հանուն ապագայի խորագրով։ Քննարկումն անցավ աշխույժ մթնոլորտում, բնակավայրի երիտասարդներն իրենց առաջարկություններով ու դիտարկումներով եւս մեկ անգամ կարևորեցին համայնքի կյանքում իրենց դերակատարումը, ինչպես նաեւ այն ծրագրերի իրականացումը, որոնց շնորհիվ
որոնց միջոցով համայնքը դառնում է առավել ներկայանալի եւ զարգացած։ Սևան համայնքում երիտասարդության օրվան նվիրված միջոցառումների հաջորդ կանգառը Ծովեմ երիտասարդական կենտրոնն էր, որտեղ երիտասարդական ալիք խորագրով միջոցառումը մեկնարկեց ֆլեշմոբով, որին հաջորդեցին թեմատիկ խաղերը, վիկտորինան, երգ ու երաժշտությունը։ Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցից մեկնարկեց հեծանվա արշավը, որն ուղղված էր երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսմանը։ Հեծանվա արշավի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին Սևան համայնքում աճել է, որի արդյունքում միմյանց են հաջորդում այս մարզաձևի առաջնություններն ու իրազեկման արշավները, ներգրավելով երեխաների եւ երիտասարդների նոր խմբերի։ Գրքերը միավորում են մարդկանց խորագիրներ կրում երիտասարդների միջազգային օրվան նվիրված գրքի քննարկումը Սևան համայնքի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում, որին մասնակցում էին ակտիվ ընթերցողներ եւ գրադարանի աշխատակիցները։ Քննարկման սեղանին Խալեդ Հուսեյնի օդապարուկ թռցնողը վեպն էր, որը ընթերցողների շրջանում ունի մեծ հետաքրքրություն։ Միջոցառումն ամփոփվեց պարգևատրման արարողությամբ։ Գրքի քննարկմանն ակտիվ մասնակցության համար երիտասարդ ընթերցողները գրադարանի տնօրինության կողմից ստացան շնորհակալագրեր։ Երիտասարդների միջազգային օրը Սևան համայնքում ամփոփեցին երաժշտական երեկոյով, որը տեղի ունեցավ Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում։ Գտիր քո ռիթմը, եղիր համարձակ խորագրով երեկոն ուղեկցվեց երկու պարով, դրական լիցքեր հաղորդող տրամադրությամբ։ Բարի երեկո, սևացիներ, երիտասարդներ, ողջունում ենք բոլորիդ այսօր այս հրաշալի տոնին, այս հրաշալի միջազգային տոնական իրադարձությանը, որտեղ այսօր հավաքվել են մարդիկ, ովքեր ունեն մի ընդհանուր բան, սիրում են կյանքը, երաժշտությունը եւ լավ տրամադրությունը։ Բարի գալս երիտասարդության ամենաթեժ երեկոյին։ Որտեղ այսօր աշխարհի ամենահաջողակ ստարտափերները, բնապահպանական շարժումները եւ նորարարությունները ստեղծում են հենց ձեր տարիքի մարդկանց կողմից։ Այնպես որ մի վախեցեք սխալվելուց, այլ առաջ շարժվեք, ստեղծեք եւ արարեք երիտասարդներ։ Այո, շատ ճիշտ է։ Մի վախեցեք սխալվելուց, եթե այսօր ինչ-որ բան չի ստացվում, իմացեք, որ նույնիսկ Իլոն Մասկի հրթիռներն են երբեմն պայթում։ Կարևորը չհազվելն է։ Բարի երեկո Սևան եւ սևանցիներ։ Ողջունում եմ բոլորիդ այս հիանալի օրվա երիտասարդության միջազգային օրվա արդիվ։ Երեկվա, այսօրվա ու վաղվա երիտասարդներ։ Դուք մեր հանրապետության Սևան համայնքի շարժիչ ուժն եք։ Մենք վստահ ենք, որ Սևանը ունենալու է իսկապես արժանի երիտասարդներ։ Հասարակական կարգի պահպանումն ու հանրային անվտանգության ապահովումը ներքին գործերի նախարարության ոստիկանության ամենօրյա աշխատանքի առանցքում են։ Այդ համատեքստում ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել հատուկ միջոցառումներ։ Միջոցառումների նպատակը հանցավոր հակումներ ունեցող անձանց եւ նրանց հնարավոր հավաքատեղիների նկատմամբ վերահսկողության ուժեղացումն ու ապօրինի շրջանառությունից զենք զինամթերքի եւ թմրամիջոցների դուրսբերումն է։ Տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում իրականացված շրջայցերի եւ ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված եւ հանցավոր հակումներ ունեցող շուրջ 150 անձ։ Թիրախային միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ եւ զենք զինամթերք։ Հանրային անվտանգությանը սպառնացող ցանկացած դրսևորում շարունակելու է արժանանալ ոստիկանության հասցեական արձագանքին։ Հանցավոր դրսևորումների կանխման եւ հակազման ուղղությամբ ոստիկանության հատուկ միջոցառումները պարբերական են։ Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 10-ին Աճարյան փողոցի երկրորդ փակուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել թմրանյութ իրացնելու, պահելու եւ օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խոզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 30 փաթեթ։ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։